ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Լոս Անջելես է ուղարկում ազգային գվարդիայի 2000 ներկայացուցիչ բողոքի ակցիաները ճնշելու նպատակով։ Նա Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսմնի եւ Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին մեղադրել է իրավիճակը չկառավարելու համար։ Եթե նահանգապետ Նյուսմը եւ քաղաքապետ Բասը չեն կարողանում իրենց գործն անել, ապա դաշնային կառավարությունն է միջամտելու եւ լուծելու խնդիրը, ինչպես հարկն է ցուցարարների եւ թալանչիների դեմ պայքարով, գրել է Թրամփը։ Վերջին 24 ժամում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հաստված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 եւ վիրավորվել մոտ 400 մարդ, հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։ Նախարարության վիճակագրության համաձայն մարտի 18-ից Իսրայելի հարվածներից Գազայում զոհվել է ավելի քան 4600 մարդ, վիրավորվել ավելի քան 14000 է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում վերականգնել հարաբերությունները միլիարդատեր Իլոն Մասկի հետ այն բանից հետո, երբ այս շաբաթվա սկզբին երկուսի միջև վեճը հանրային հնչեղություն է ստացել։ Թրամփի վերընտրվելուց հետո Մասկը նշանակվել էր ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավար, սակայն օրերս նա հեռացել է այդ պաշտոնից, ինչից հետո Թրամփն ասել է, որ հիասթափված է Մասկից։ Դրանից հետո միլիարդատերը Սպիտակ տան ղեկավարին ստախոս է անվանել, ասելով, որ առանց նրա Թրամփը չէր հաղթի ընտրություններում եւ անուղղակիորեն մեղադրել մանկապղծության մեջ։ Թրամփն ի պատասխան ասել է, որ Մասկը խելագարվել է եւ առաջարկել, որ վերջինիս ընկերություններն այլևս չստանան պետական սուբսիդիաներ եւ պայմանագրեր։ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղային խիստ քննադատել է ԱՄՆ ֆինանսների նախարարության սահմանած թարմ սահմանափակիչ միջոցներն այն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք ըստ Վաշինգտոնի գործակցում են Թեհրանի հետ առևտրային եւ բանկային ոլորտներում, հաղորդում է Մեհեր գործակալությունը։ Բաղային ընդգծել է, որ այս պատժամիջոցները, որոնք սկիզբ են առնում իրանցի ժողովրդի հանդեպ առավելագույն ճնշման անհաջող եւ ոչ մարդկային քաղաքականությունից, ոչ միայն լրջորեն խախտում են միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, այլ մեկ անգամ եւս վկայում են ԱՄՆ նախագահի վարչակազմի դարերով արմատացած թշնամանքը Իրանի ժողովրդի հանդեպ։ Բոգոտայում նախընտրական միջոցառման ժամանակ 15-ամյա դեռահասը 1.5 մետր հեռավորությունից 6 անգամ կրակել է սենատոր Միգել Ուրիբեի ուղղությամբ։ Թիկունքից արձակված գնդակներից մեկը դիպել է դեմոկրատական կենտրոն պահպանողական ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչի գլխին։ Քաղաքական գործիչը հիվանդանոցում է։ Կոլումբիայում 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, այս պահին զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պարատե Բուենոյից 17 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք քաղաքից, որը գտնվում է երկրի մայրաքաղաք Բոգոտայից մոտ 116 մղոն դեպի հարավ-արևելք։ ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժը տեղի ունեցել առավոտյան 8:08-ին, Գրիվինչի ժամանակով 13:08-ին, 10 կիլոմետր խորության վրա։ Սվետլանա Թորոսյան, Նոնա Գևորքյան, ABC Media։